Հունիսի 22-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերին Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Հաջորդ օրը Մեդվեդևն առաջին անգամ այցելեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի Սիլիկոնի հովիտը։ Ռուսաստանի նախագահի այս այցի նպատակն է հնարավոր ճանապարհներ գտնել նավթից եւ բնական պաշարներից մեծ կախում ունեցող ռուսական տնտեսության արդիականացման տեսանկյունից։ Նախատեսվում են Մեդվեդևի հանդիպումները բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, իսկ Ստենֆորդի համալսարանում Ռուսաստանի նախագահը հանդես կգա ելույթով։ Մեդվեդևի նպատակը Ռուսաստանի տնտեսությունը բնական պաշարներ վաճառողից դեպի բարձր տեխնոլոգիաների եւ մտավոր արտադրանքի օազիսի վերածելն է։ Հանդիպումից հետո Կալիֆոռնիայի նահանգապետ Շվարցենեգերը նշել է, թե ինքը շահագրգռված է Ռուսաստան ուղարկել առևտրային մի պատվիրակություն, որը կօգնի իր խոսքերով արագ տեմպերով աճող ռուսական տնտեսությունում Սիլիկոնի հովտի նախատիպով բարձր տեխնոլոգիաների կենտրոններ հիմնադրելուն։ Իրեպ Ռուսաստանում 44-ամյա նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ արդեն իսկ հիմնադրվել է Իննոգրադ նորամուծությունների քաղաք անվանումով Սիլիկոնի հովտի ռուսական տարբերակը։ Մոսկվայից ոչ շատ հեռու տեղակայված այս ծրագրի իրագործման համար Ռուսաստանի կառավարությունն արդեն իսկ մի քանի 100 միլիոն դոլարի ներդրում է արել։ Նախորդ շաբաթ ծրագրին մասնակցելու հավանություն է տվել նաև Սիլիկոնի հովտի ամենախոշոր Cisco Systems ամերիկյան ընկերությունը։ Այս հսկայածավալ մտահղացման իրագործումը խթանելու եւ ներդրումները խրախուսելու նպատակով Ռուսաստանի իշխանություններն ընտրել են հարկային բեռը զգալիորեն թեթևացնելու ճանապարհը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար։ Այսուհանդերձ շատ գործարարներ մտավախություն ունեն, որ Իննոգրադը կարող է ընդամենը մեծ շինարարական եւ ապա անշարժ գույքի ծրագիր դառնալ։ Կալիֆոռնիայում ընթացող այցելությունից հետո հինգշաբթի օրը Մեդվեդևը ժամանելու է Վաշինգտոն Օբամայի հետ հանդիպելու նպատակով։ Այնուհետև երկու նախագահները մեկնելու են Կանադա մեծ 8-նյակի եւ մեծ 20-նյակի հանդիպումներին մասնակցելու։ Արսեն Խարոցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։